հանդիպումը Արամ Դանիելյանի հետ ստացվեց, չստացվեց, ինչ քննարկվեց ի վերջո։ Չէ, դուք գիտեք, ես ասել եմ, որ ես չեմ հանդիպել Արամ Դանիելյանի հետ, չնայած դեմ չէի լինի, որ այնտեղ լիներ հանդիպել, հիմա էլ դեմ չեմ, եթե առիթ լինի կհանդիպեմ նաև, կխոսենք, որևէ թեմա չկա։ Այսինքն մենք այնեն չի, որ ընտրություններ են, քաղաքական մրցակցություն է, այո, սուր, թեժ, բանավեճ կլինի նաև, բայց ընդհանուր առմամբ այնպես չի, որ քաղաքապետարանի աշխատակիցներ ենք տեսնում եւ դրանից վատ ընդհակառակը ես քաղաքապետարանի միջանցքներում աշխատակիցների հետ շփվել եմ, ժպտացել ենք բարևել ենք, առողջություն ենք մաղթել, հաջողություն ենք մաղթել, այնպես որ ոչ մի լարվածություն չկա այդ առումով։ Ճիշտ է, քննադատություններ, այսպես ասած, քաղաքական եւ մեր քաղաքական իրանց կողմից մեր հասցեն կլինի, մեր հասցեից իրանց կողմից կլինի, դե դատավորը ի վերջո ընտրողն է, ընտրողը թող դատի ով է ճիշտ եւ ով սխալ։ Ձեր հանդիպումները նախքան այս տարվա թե բնակիչների հետ, թե դպրոցներում եք եղել նաև եւ ձեզ էլ հետևել էին, ինչ են ուշում վարչական ռեսուրսի կիրառումը հնարավոր կլինի կանխել այս ընտրություններին, որտեղ նախորդ ընտրություններին դա եղել է։ Գիտեք, ինչ եղել է նախորդ ընտրություններին, դա նախորդ ընտրություններն է, մենք հիմա մասնակցում ենք այս ընտրություններին եւ պետք է խոսենք այս ընտրությունների մասին։ Ես գիտեք, հանդիպումներ եմ ունեցել, այո, եւ մարզպետի հետ, եւ ոստիկանության ղեկավարների հետ, մարզային եւ քաղաքային, եւ դպրոցի տնօրենների հետ, եւ ասեմ բոլոր այդ հանդիպումներից, առնվազն բոլոր այդ հանդիպումներից դուրս եմ եկել դրական տպավորությամբ եւ դրական տրամադրվածությամբ։ Շատ դեպքերում հիմա մենք խնդիր ունենք ուղղակի եւ մեր շտաբում էլ այդ խնդիրը դրված է, որ մենք պետքա կարողանանք, որովհետեւ շատ լուրեր են պատտվում։ Ես օրինակ չգիտեմ, այսօր եկան ասցին Արամ Դանիելյանի նախընտրական շտաբի բացմանը ժամը չգիտեմ քանիսին մասնակցել է Կոտայքի մարզպետը, բայց հետո ոնց որ ճշտվեց, լրագրողները ասցին, որ չէ, ինքը այնտեղ չի եղել, որովհետև եթե հանկարծ պարզվեր, որ ինքը այնտեղ եղել է, դա արդեն կլիներ մեր պայմանավորվածությունների խախտում։ Ամեն դեպքում ես տպավորություն ունեմ, որ եւ ոստիկանության պետերը, քաղաքի եւ մարզային եւ մարզպետը տրամադրված են, որ մենք մի հարցում ունենք կոնսենսուս, որ ամեն ինչ պետք է անենք օրինականությունը պահպանելու համար։ Այն ինչ որ օրենքը թույլ է տալիս, դե օրենքը թույլ է տալիս։ Այն ինչ որ օրենքը թույլ չի տալիս, պիտի տեղի չունենա ոչ մեր կողմից, ոչ մրցակիցների կողմից։ Ձեր խոսքի սկզբում նշեցիք Դանիելյանի կարգախոսը իմ թիմը հրազդանցին է, ձեր թիմը բավարարելու է տեղում հանձնաժողովներում ձայները պահելու համար, որովհետև դիմել եք եւ ի վերջո մերժվել էր Հայազգային կոնգրեսի կողմից այդ օրվա էլի օրենսդրության շրջանակներում մենք բոլոր տեղամասերում ներկայացված կլինենք, առնվազն 3 հոգով ներկայացված կլինենք եւ որևէ կասկած չկա։ Մեր ուղերձը հետեւյալն է. ընտրությունների արդյունքները որոշելու է քվեաթերթիկը, որոնք արկա են քվեատուփում։ Էլ եմ ասում, լցոնումներ եւ այլ, կարծում եմ մենք ունենք բավարար ռեսուրս կամ դա պատշաճ ձևով արձանագրելու կամ կանխելու համար, ի վերջո ինչ էլ խոսում են շատ դաբրոներ, չգիտեմ, ESN, որոշումը կայացնելու է հրազդանցին։ Մեր ուղերձը հրազդանցություն սա է։ Որոշումը սիրելի հրազդանցիներ կայացնելու եք դուք։ Ձեզնից յուրաքանչյուրը ունի մի ձայն եւ այդ մի ձայնով պետք է վճռի ընտրությունների ելք։